Պարոն Դանիելյան, ընդդիմադիրներն հայտարարում են, որ Հայաստանում կա 40-ից ավելի քաղաքաբանտարկյալ, իշխանությունն ասում է Հայաստանում քաղաքաբանտարկյալներ չկան։ Իշխանությունները միշտ ասելու են, որ Հայաստանում քաղաքաբանտարկյալներ չկան, բայց մեկ շնչին ընկնող քաղաքաբանտարկյալների թվով գուցե Հայաստանը արդեն առաջատար երկրներից մեկն է։ Քաղաքաբանտարկյալ յուրաքանչյուրը կարող է լինել, ով քաղաքականությունով է զբաղվում, ով փորձում է ընտրություններին մասնակցել, ով ընդդիմադիր հայացքներ ունի, բոլորի վրա քրեական գործեր են սարքում, բոլորին հետևում են զուգարաններում, լողասենյակներում, տներում, աշխատասենյակներում, նամակները, հեռախոսն են լսում։ Սա համատարած բնույթ է կրում եւ նույնիսկ վարչապետի հրահանգով այդ գաղտնալսած սարքեր անօրինական ձևով այդ նյութերը, տեսահոլովակները տարածում են։ Հիմա հարվածի տակ է նաև եկեղեցին, 3 սրբազաններ են նստած, հոգևորականներ են ձերբակալված, Սամվել Կարապետյանն է ձերբակալված որպես մեծ բարերար, ով որ մասնակցում է ընտրություններին, ընտրացուցակներում կա, նրանց վրա արդեն քրեական գործեր են բացում։ Եթե քաղաքապետ են դառնում, ընդդիմադիր գյուղապետ են դառնում, նրանք արդեն հայտնվում են կալանավայրերում։ Սա ինչ է, սա արդյոք չի նշանակում, որ Հայաստանում համատարած քաղաքաբանտարկյալներ են եւ ընտրությունները մոտենալուն զուգահեռ այդ մարդկանց թիվը ես վստահ եմ շատանալու է։ Հիմա ընտրություններ են տեղի ունենում Էջմիածնում, բացառված չի, որ եթե ընդդիմադիր թեկնածու դառնա քաղաքապետ, ապա նրան նույնպես կձերբակալեն։ Գուցե այդտեն քրեական գործեր են հարուցում, պատրաստում են, որ եթե լինի հաղթանակ, նրանց նույնպես ձերբակալելու են։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին դիմել եւ ասել, որ չկարծեք, որ սա վերաբերվում է միայն հոգեվորականներին, միայն ընդդիմադիր հայացք ունեցող մարդկանց։ Հերթը ձեզ էլ է գալու, որտեղ երբ որ բռնատիրական մեքենան սկսում է աշխատել, այդ մեքենան արդեն կանգնացնել չի լինի, այդ մեքենան արդեն նոր զոհեր է պահանջում։ Եվ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի պետք է հասկանա, որ 2026 թվականի ընտրություններից հետո իրենք յուրաքանչյուրը լինելու են թիրախում են լինելու գործարարները, որոնք փորձելու են ինքնուրույն լինել, չմուծվել իշխանությանը կամ գործող վարչապետի փաստացի կնոջ հիմնադրամներին, այսինքն սա բոլորին է վերաբերվում եւ բոլորը պետք է զգոն լինեն եւ հասկանան, որ իրենց է կախված նաեւ կանգնեցնելու այս բռնատիրական մեքենան։ Աննա Վարդապետյանի կառույցից ո՞րն է գլխավոր պահանջը։ Եվ ոստիկանությունը եւ դատախազությունը եւ մյուս իրավապահ մարմինները իրենք քաղաքական գործունեությամբ են զբաղված։ Տեսեք, դեռևս 2018 թվականին արդեն այդ բռնատիրության մեքենան սկսեց աշխատել։ Չտեսնված բան է աշխարհում, երբ որ վարչապետը ասում է, կոչ է անում, որպեսզի շրջափակել դատարանները, շրջափակում են, դատավորներին ծեծում են, որից հետո ասում են պետք է դատարանները այն վճիռները կայացնեն, որը ժողովուրդն է պահանջում։ Ասենք մի քանի տասնյակ մարդ շրջափակում են դատարանները եւ դատարանները ժողովրդի պահանջը պետք է կատարեն։ Սա բռնատիրություն չէ, իհարկե բռնատիրություն է։ Երբ որ սահմանադրական դատարանի կազմն են անօրինական ձևով փոխում, երբ որ վարչապետը ասում էր այսինչ մարդկանց ասֆալտին պարկացրեք 2 ժամից հետո սոցցանցերում լուսանկարները դրվեն եւ իրավապահ համակարգը սա իրականացնում էր։ Այ 2018 թվականից սկսած մենք քայլերով եկել ենք արդեն իսկական բռնատիրական համակարգի ենք հասել։ Պարոն Դանիելյան, ինչի՞ է եվրոպական կառույցները, մարդու դրոշակակիր կառույցները ինչու են լռում։ Նախորդ իշխանությունների ժամանակ եթե մի կատվի կողքով մի անհարմար դիրքով շուն անցներ զեկույցներ էին կազմում։ Հարցը այն էր, թե զոհերը ովքեր են։ Փաստորեն սա քաղաքական համակարգ է եւ ժողովրդավարությունը քաղաքական գաղափարախոսություն է։ Եթե քո մարդկանց են ձերբակալում անօրինական ձևով, քո աշխարհակաղակական շահերը ներկայացնողները, ապա բնականաբար աղմուկ է բարձրացվում։ Եթե հակառակորդները ճակերտներով ոչ քո ռեժիմը ներկայացնող նրանց դեմ պայքարողներին են ձերբակալում, բնականաբար լռություն է տիրում։
Հիմա Հայաստանում հալածվում է եկեղեցին։ Միացյալ Նահանգներում մի նախագահ է եկել, որը հայտարարում ասում է, գիտեք ինչ, Նիգերիայում քրիստոնյաներին բան են անում, բռնաճնշումներ են անում, մենք պետքա քրիստոնյա համայնքը փրկենք։ Բայց Հայաստանում, որ 1700 տարվա եկեղեցի են բռնաճնշման ենթարկվում, եկեղեցիներ են բռնագրավում, ոստիկաններով շրջափակած, այդ լռում է, այդ ժողովրդավարական կոչվող աշխարհը լռում է։ Սա ակնհայտ է, որ ժողովրդավարությունը դա քաղաքական գաղափարախոսություն է աշխարհաքաղաքական ազդեցություն տարածելու համար։ Հիմա լուծումը ինչպիսին է, ինչ լուծում է տեսնում։ Այս հարցում ստեղծված իրավիճակի լուծումը միակն է։ Մենք ոչ մի տեղից որևէ օգնություն չեն կարող ստանալ եւ սխալ է մտածել, որ որևէ երկրից մեզ կարող են գալ։ Երբ որ խոսում ենք այն մասին, որ Հայաստան ինքնիշխան սուվերեն երկիր է, սուվերենություն նշանակում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ եթե Հայաստանի քաղաքացիները իրենց իրավունքները չկարողանան պաշտպանել, մեզ ոչ ոք չի կարող օգնել։ Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ պետություն դա նշանակում է օրենք, դա նշանակում է իրավունք, եւ եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, չկորցնել այդ պետությունը, լինել ինքնիշխան, ապա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա ինքնիշխանությունը սկսվում է օրինականությունից եւ այս բռնաճնշումները, անօրինականությունները, որոնք տեղի են ունենում, դա հարվածում է առաջի հերթին մեր ինքնիշխանությունը։ Լուծումը ո՞րն է։ Լուծումը հայ ժողովրդի մտածողությունն է, հայ ժողովրդի կամքն է, հայ ժողովրդի գիտակցությունն է։ Եվ ես հույս ունեմ, որ այս ամենը տեսնելով Հայաստանի քաղաքացիները կկարողանան անել ճիշտ եզրակացություն։